կխնդրեմ, որ գործի այսօր մի քիչ ավելի շուտ սկսեք տաղավարում ամենասիրելիս իրան երգը մեր թվարկած 5-ից կատարեք, որպեսզի այն մարդիկ, որ մեզ լսում են մարզերում, տատիկները, որ դուրս գալ չեն կարող ռադիոյով, հետո կնային YouTube-ում, թող իրենք էլ հաղորդակից լինեն ձեր երգին։ Մեծ սիրով կերգեմ, այն երգը, որ մենք համարյա ամեն օր երգում եմ եւ բոլորն էլ սիրում են, ես դա կերգեմ, մեծ սիրով կերգեմ։ Հազար նազով յար հովերի հետ եկ ծաղիկ փնջելով սարվորի հետ եկ ծաղիկ փնջելով սարվորի հետ եկ ձեր դիյուս վրա ձեր դուրն եմ եկել դուրը փակվեսել մոլոր մնացել սարի սիրուն Սարի մեխակ բեր, աղ չինչ մեխակ, սիրո կրակ բեր, Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղ չինչ մեխակ, սիրո կրակ բեր, Հազար մի ծաղկի, մեջ ես մեծացել, ծաղկան սոլերով, մազերը թացել, Ծաղկան սոլերով, մազերը թացել, մազերիդ բույրը հերվից է գալիս, զեպյուրը բերում, սրտիս է տալիս, սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, աղ չինչ մեխակ, սիրո կրակ բեր, սարի սիրուն յար, Սարի մեխակ բեր, աղ չինչ մեխակ, սիրո կրակ բեր, աղ չինչ մեխակ, սիրո կրակ բեր։ Շատ շնորհակալություն Գորջան, չդիմացա ձայնակցեցի, հուսամ այդ ձայնը չի խանգարի, շատ լավ։ Փաստորեն սա իմ ամենասիրած երգերից մեկն է։ Ես գիտեմ, որ բոլորն են սիրում։ Հրաշալի է, շնորհակալ եմ այս օրվա համար։ Ինձ էլ լիցքավորեցիք, բարդ օրը, դժվար օրը ավելի շատ անելու պարտավորեցիք։ Շնորհակալություն այն ամենի համար, որ անում եք ավագ սերնդի համար, ձեր էներգիայի համար տալիս եւ ստանում եք։ Ուրախ եմ, որ ձեր օրը մի փոքր-ինչ լուսավորվեց, շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ ամենալավն ու բարին եմ հաղորդում եւ անձամբ ձեզ եւ ձեր հաղորդմանը։ Դուք ասացիք, որ նաեւ մանկական կենտրոնում եք աշխատում, մանուկների հետ եք գործունեություն ծավալում։ Երկացանկը արդյոք տարբեր է մանուկների եւ ավագ սերնդի ավագների։ Իհարկե տարբեր է, քանի որ մենք Կոմիտասից մեծ Կոմիտասից ստացել ենք մանկական երգերի գեղեցիկ ժառանգություն, ինչու՞ չէ, նաև ազգագրական երգերի, նաև ծիսական երգերի, մանկական երգեր ունենք, հաճույքով այն որ սկզբում եմ գնում, մի քիչ դժվար են ընդունում, բայց արդեն դա իրոք դառնում է ամենասիրելի երգերից, օրինակ այն ինչ որ լսում են իրենց հայրիկների մեքենաների մեջ, YouTube-ով են լսում եւ հանկարծ լսում են մաքուր, երգեր եւ սկսել են արդեն սիրով լսել, հիմա նորից երեխաների բարագայում իսկ կան կրկնվող երգեր, որ եւ տարեցներն են սիրում եւ երեխաները։ Իհարկե կա, շատ սիրով են երգում, այն որ ուզում եմ մի քիչ աշխորհություն մտցնեմ, ասում եմ մանուշակ մանկապարտեզի իմ սաներ տարեցներն են երգում են արև-արևը, ասենց սափով, ծիծաղով երգում են, մանավանդ որ մռայլ եղանակա արև-արևն են երգում, կաքավիկն են երգում, այն երգերը, որ իրենք մանկության տարիներին երգել են։ Կարող ենք իհարկե ծով երգերի մեջ 5 սիրելի երգ առանձնացնել եւ նաեւ հայտնի պոպուլյար, որ սիրում են, որ բառերը սովորելու հավելյալ անհրաժեշտություն չի առաջանում։ Ես էլ ձեզ օգնեմ, եկեք հաշվենք, ով սիրուն-սիրունը, կաքավիկը։ Իրոք, ով սիրուն-սիրունը սիրում են, բայց քանի որ ես կոնկրետ ուղղվածությունը ազգագրական երգերն է, այդտեղ երգեր կան, որ նախ իրենք առաջին երգերն է իրենց որ սովորել են, դրանք ոնց որ ողջունի խոսքեր ունեն, մի երգ ունենք Խիոխանեն, շատ բարդ էր, ես իրենց բացատրեցի, իրենք sense տարակուսած նայում են, թե այդ երգը ոնց են սովորելու, ի վերջո սովորեցին այնպես, որ մեկ-մեկ հիմա ողջունում, որ իրան տեսնում են, ասում են Խիո, նայել ասում է Խան է, այսինքն իրենք հարազատ են ազգագրական երգերի, հարազատ դարձրեցի ես, սիրելի դարձեցի, թվարկենք, հա, եկեք 5 թվարկենք։
այսպես պետքա երկելով երևի ասեմ, կանչում եմ արին, անգիր երգում են Սիլվա Կապուտիկյանի բառերով երևի դա ազգագրական երգ է կանչում եմ արի յարբոյիդ մեռնեմ այդ երգն են շատ սիրում անգիր գիտեն Հազար Նազովյարը իրենց մանկության երգնա Լուսիկ Քոշյանի կատարմամբ Բինգյոլն անգիր երգում եւ մի երգ կա հետաքրքիրն այն է որ դա երևի երևանյան ֆոլկլորա կոչվում Քոսեվաչերը որ դա ոչ միայն սիրում են այլ երբ որ մեր կատարումները կողքից տեսնում են դա ոնց որ դարձնում են ֆոնային եղել է մի քանի հաղորդում են նկարել իրենցից անկախ բոլոր այդ նկարահանողները այդ երգը վերցրել են որպես ֆոնային երգ անցնում ես ու ետ էլ չես նայում գուցե խորհուրդը այդ մեկ նախադասության մեջ է Գոհար սիրային երգերը ես էլ իմ փորձառությունից ասեմ սերս գախնի թողնա սիրային երգերը միշտ մի տեսակ երևի բոլորն էլ հոգ խորքում ինչ որ գախնիկներ ունեն շատ են սիրում տարեցները այդպես չի նույնիսկ գիտեք ինչն է երբ որ սկսում են սիրային երգել իրենք երգում են ինքնամոռաց երգում են բայց ես կողքից նայում եմ ասում եմ իրենց հոգիներն է երգում այսինքն իրենք չեն զգում այդ մարմնի մեջ որ իրենք ասենք 60 անց են 80 ունեմ 93 տարեկան ուսանողի աշակերտ ու հիջակերտներով ունեմ իրենք այնպես են երգում որ իրենց հոգին է երգում դու իր դիպանցը տեսնում ես որ 10-20 տարեկան աղջիկն է այդ երգում այսինքն հոգով են երգում եւ տարիք չի հարցնում սիրային երգը ոնց կարելի է 60 անցքին նույնիսկ sense մի կատակ Երևի իշխողությունները գիրկն են գնում հաստատ մի երգ կա ազգագրական երգա ուղակի մտաբերեցին ինչ կատակ արեցին տղա աղջիկ պետքա երգեն մի հատված ասեմ ասում է մեր տղան որը 83 տարեկան է լուսահոգի հիմա չկա պետքա ասի թուշը դեմ արա պաչեմ երկի բառնա նայում ասում առհա որ քեզ կտամ կպաչես այսինքն իրանք խաղի մեջ են մտնում դերասանական խաղի մեջ են մտնում մի դեպք էլ կա միշտ պատմում եմ շատ հետաքրքիր է երգը բաժանում եմ հատվածների ամեն մեկը մի տուն երգում է հետո դա իրենց մի տեսակ ոգևորում է որ իրենց ձայնը առանձին մենակատար են որպես երգում համ էլ սովորում են հերթը ասավ մի արամ ունենք, որը հաշմանդամ է եւ երևի 80 մոտ եւ երգում է Նրանագինին խիթետ խմիմ սարը խոշանամ ծոցդ մտնիմ կարդում այդ վերջացեց ու ասեց օխայ անկավ երազանքների գիրքը ինքը տեսավ իր սիրեցյալին այդ բայ շատ հետաքրքիր է իսկապես հետաքրքիր է